Պարոն Վարդանյանը, նախ թիրախավորման հետ կապված օրինակ պատիվ ունեն մի խմբակցության ղեկավարը հայտարարում, ասում է տարիներ շարունակ Քոչարյանի համակիրներ ներկայացողները քննադատել են արշավ են կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ եւ տարապուսած է հանրապետականում, ասում են Քոչարյանը մի քայլ չի արել անգամ, որ զսպի նրան, նախ այս մասով ինչ կասեք, ինչու՞ չէ զսպել անձանց, որոնք ներկայացել են բնակիչներ։ Հասկացում։ Եվ այս հարցը արդյոք տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահի միջև հանդիպում, թե ոչ Մոսկվայում։ Նախ ասեմ, որ այդ հաստատում այդ ասածը պարոն Մամեջյանն է ասել, համաձայն չեմ, այդպես չէ եւ դրա փաստերը ես ունեմ, չմանրամասնեմ։ Ի վերջո նաեւ ակնհայտ է, որ այս ներքին խզումը կամ այսպես ասած ձեր ձևակերպումներով սկսվեց, հատկապես սկսվեց երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո։ Բայց Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտյանի հանդեպ նման վերաբերմունք եղել է տարիներ շարունակ, երկար տարիներ։ Այստեղ մեկը մյուսին մեղադրելը ես արդար եւ ազնիվ չեմ համարում, յուրաքանչյուր ուժի շուրջ կան համակիրներ եւ այդ համակիրները ամեն մեկ անհատականություններ են, անհատներ են, փակել բոլորի բերանը ճիշտ չէ եւ արդար չէ, ամեն մեկ իր տեսակետն է հայտնում, բայց հատկապես կրկնում եմ երկրորդ նախագահի մեծ ասուլիսից հետո Քոչարյանի հանդեպ ճնշումներ չասեմ Քոչարյանին դժվար է ճնշելը, չափից ավելի մեծացել են։ Եվ եթե որևէ մեկը փորձի իսկապես մոնիտորինգ անել, կտեսնենք, որ այդ օրվանից սկսվեց այս ամբողջ պատմությունը։ Բայց դա երկրորդական է, ամենահիմնականն այն է, որ տեսեք, ի վերջո ինչու առաջացավ տարանջատման այդ գաղափարախոսությունը, որտեղ ականայ դարձավ գոնե ինձ համար, ես ասացի այդ մասին, որ եթե հնարավոր չէ լիարժեք համախմբվել, ուրեմն ճիշտը տարանջատվելն է եւ ամեն մեկ իր կարողացածի, իմացածի, պատկերացրածի ձևով շարունակել պայքարը այս չարիք իշխանության դեմ։ Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, այդ տարանջատումը նոր չէ։ Նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008 թվականից հետո։ Հանգիստ հանդիպում եղել է թե չէ, երկրորդ հարցը եւ ես իմ հարցը կտեմ։ Մամուլում հրապարակում է եղել, որ նման հանդիպում տեղի է ունեցել, դա չի հերքվել, չի հաստատվել, այդքանը։ Այսպես անորոշ ինչու եք պահում, ասեք կամ հանդիպել են կամ չեն հանդիպել։ Բայց ես ասում եմ այնինչ գիտեմ, չէ՞։ Իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում։ Իսկ չեք լսում ախր, իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում, իսկ իմ իմացածի մասին երբեմն չեմ ասում։ Հայաստան դաշինքը ունի հայտարարություն։ Մարդիկ նամակով դիմել են ինձ եւ վերնագիրն էսպես է, իմ պատասխանը Աղվան Վարդանյանի իմպիչմենտի մասին։ Հանգիստ տարանջատումը այդուհանդերձ թույլատվում է դիմադիրներին եւ ավելի դժվար կլինի հաջողության հասնել եւ ստացվում է այնպես, որ փաստորեն դու գնում եք հերթական ընտրությունների արտահերթը բացառում եք։ Նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի ասածը հստակ։ Բոլոր լուրջ գործընթացներում արտահերթ, հերթական փողոցային շարժում Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքը ունենալ է ծանրակշիռ ներկայություն։ Բայց եկեք արձանագրենք, եթե բազմաթիվ փորձերը, բազմաթիվ քննարկումները լիարժեք համախմբվելու հնարավորություն չեն տվել, չի երևում այդ հնարավորությունը այսօր, ուրեմն մնում է միակ ճիշտ ճանապարհը։ Ամեն մեկը իրենից իսկապես ազդեցիկ ծանրակշիռ ուժ ներկայացնողները աշխատեն այսօր իրենց վարկանիշը բարձրացնելու համար, որպեսզի հետագայում յուրաքանչյուրը, ես տեսեք, մի բան եմ ձեզ ասեմ իմ անձնական կարծիքը, ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու եւ հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրը աշխատելու
տեղ ունի։ Պարոն Վարդանյան, մի հարց ես տամ, տեսեք, դուք ասում եք, որ այս պահին իմպիչմենթի գործընթացը լույս չի համարում երկրորդ նախագահը եւ նույն ժամանակ ասում եք, որ մենք ծառայություն ներկայացում պատրաստ ենք ապահովել ցանկացած գործընթացին։ Դուք համարում եք, որ հերթական Հայաստանում որևէ ընտրությամբ իշխանություն փոխվել է, եթե այդ դեպքում ինչու ինքներդ չեք նախաձեռնում, ասենք փողոցային պայքար։ Տեսեք, ժողովուրդ ջան, այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը հայրենիքի փրկության շարժումն էր։ Հայրենիության փրկության շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածուն էր, առաջնորդն էր, շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, 6 հոգի, հիշում եք։ Հայաստան դաշինքի դերակատարությունը այդտեղ երկրորդ խոշոր շարժումը, դիմադրության շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան դաշինքը եւ երրորդ սրբազան շարժումը արդեն իհարկե սրբազաններ առաջնորդել, սրբազաններ սկսել, բայց էլի Հայաստան դաշինքը այդտեղ ուներ առանցքային դերակատարություն։ Ի վերջո հիշեք նաեւ այսպիսի արտահայտություն կար, չէ՞։ Մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հիմա նայեք այսօրվա այս տղայի վարկանիշը եւ կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին։ Մենք միայնակ չենք կարել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է, այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժում։